Այսօր ես անցկացնելու եմ 24 ժամ քարանձավի մեջ։ Որքան էլ խոնավ, անհարմար եւ դժվար լինի, ես պետք է մինչև վերջ անցկացնեմ այս 24 ժամը քարանձավում։ Մինչև կսկսեմ 24 ժամ քարանձավում անցկացնելը, պետք է անցնեմ Հայաստանի խորքերում գտնվող հսկայական ճոճվող կամուրջի վրայով, որի երկարությունը ավելի քան 160 մետր է։ Կամուրջն անցնելուց հետո իմ առջև բացվելու է մի ամբողջ լքված քարանձավային քաղաք։ Ավելի քան ուշադրություն 2000 քարանձավներով, որտեղ ժամանակին ապրել են մարդիկ։ Բայց ես այնտեղ չեմ գնալու միայն 24 ժամ անցկացնելու համար։ Ես պետք է հնարավորինս մանրամասն ուսումնասիրեմ այդ ամբողջ տարածքը, մտնեմ որքան հնարավոր է շատ քարանձավներ, տարօրինակ եւ առեղծվածային վայրեր, որոնց մասին քչերը գիտեն։ Ով դեռ չգիտի, ես սկսել եմ նոր նախագիծ, որտեղ ճանապարհորդում եմ Հայաստանի ամենաառեղծվածային եւ անսովոր վայրերով։ Այս պահին դու դիտում ես իմ նոր նախագծի երկրորդ էպիզոդը, որը խոստանում եմ թեժ է լինելու։ Իդեպ այս քարանձավային քաղաքը ուսումնասիրելու ընթացքում պետք է շատ ուշադիր լինեմ, քանի որ իմ թիմը քարանձավներից մեկում թաքցրել է հաջորդ էպիզոդի առաջադրանքը եւ քարտեզը։ Եվ միայն այն գտնելուց հետո նոր կարող եմ տեղավորվել իմ ընտրած քարանձավում եւ սկսել այս 24 ժամ չելենջը։ Եկեք ընկնենք ճանապարհ։ Մենք արդեն ճոճվող կամրջի ճանապարհին ենք, որ հասնենք լքված քարանձավներին։ Ինչպես նշեցի վիդեոյի սկզբում, տարածքում կա ավելի քան 2000 քարանձավ։ Գոնե պատկերացնում եք դա ինչ քանակ է։ Իսկ ճոճվող կամուրջը, որի վրայով անցնելու ենք, որ հասնենք քարանձավներին, կախված է 120 մետր բարձրության վրա։ Եվ ամենազարմանալի փաստն այն է, որ ընդամենը 7 հոգի է կառուցել ճոճվող կամուրջը։ 161 մետր երկարություն ունի ճոճվող կամուրջը։ Ես իսկապես լարվում եմ այդ կամուրջի վրայով անցնելուց, քանի որ կամուրջի վրա ոնց քայլում ես, ահա որ ճոճվում է։ Մենք արդեն տեղում ենք, գնացինք։ 24 ժամ քարանձավում մնալու համար մեզ հետ վերցրել ենք պայուսակ, որի մեջ կա 4 սնունդ, որով էլ գոյատևելու ենք այս 24 ժամվա ընթացքում։ Ինձ հետ վերցնում եմ մետաղ որսացող սարք, քանի որ ըստ ժողովրդական պատմությունների տարածքում ասում են, որ կա ոսկի։ Կյանքումս առաջին անգամ եմ ճոճվող կամուրջի վրայով քայլում, հələ մի վայրկյան։ Օրո, Աստված իմ, հələ բարձրությունը նայ կամուրջի։ Ես ուղղակի ապշում եմ այն մտքից, որ գիտակցում եմ, այս կամուրջը կառուցել են ընդամենը 7 հոգի, ժողովուրդ, 7 հոգի։ Կամուրջը իրար է կապում 2 տարբեր ժայռ, իսկ ներքևը խորը անդունդ է։ Օրո, ոտերի տակ նայ հələ։ Օրո, հələ խորությունը խնդրում եմ նայեք, 120 մետր։ Ես ուղղակի ապշած եմ, որ Հայաստանում նման վայր կա։ Իդեպ ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկում։ Եթե դեռ չես եղել, ապա մեծ բան ես բաց թողել։ Անպայման այցելիր Սյունիք ու անցիր ճոճվող կամուրջի վրայով։ Գալիս ես մի հատ շարժենք, հա։ Օրո, այս ոնց է ճոճվում, խնդրում եմ մի հատ ստեղ նայ։ Այս հատվածները ընդհանրապես պինդ չի նայ։ Ուղղակի կախված ենք օդից այս բան, խնդրում եմ հələ բարձրությունը նայեք։ Սարսափելու է ուղղակի։ Իդեպ ես արդեն հերվում տեսնում եմ քարանձավները։ Մարդիկ ապրել են այս քարանձավներում եւ մինչեւ 1960-ականները դեռ եղել են մարդիկ, ովքեր շարունակել են ապրել քարանձավներում, պատկերացնում եք։ Ինձ շատ հետաքրքիր է, արդյոք այսօր մեզ հաջողվելու է քարանձավներից ինչ-որ հետաքրքիր բաներ գտնել, թե ոչ։ Նաեւ հիշեցնեմ, որ նախորդ վիդեոյի սունդուկից հանել ենք այս նամակը, որի վրա գրված է տարածքի քարանձավներում փնտրեմ հաջորդ առաջադրանքը։ Մի խոսքով դեռ շատ անելիքներ ունենք այստեղ, արա գնալով ավելի է ճոճվում, այս ինչ վտանգավոր է։ Աստված իմ, արա այս ոնց է ճոճվում։ Օրո, մանավանդ որ ներքև եմ նայում, ահա որ է։ Այ սիրտս խառնում արդեն։ Արա այս ոնց է ճոճվում։ Այս ոնց է սիրտս խառնում, Աստված իմ։ Եկեք շուտ անցնենք, հասնենք քարանձավներին։ Ես գցեմ GoPro-ն զիբիլը, թե դու կգցես։ Չէ, դու գցի, թող սիրտը թողանա։ Զզվում եմ քեզնից։ Դուք ճիշտ հասկացաք, այս ամբողջ վիդեոյի ընթացքում է ձեռքիս պահած GoPro-ն չի ձայնագրել, բայց դուք ամբողջ ընթացքում վիդեոյի տեսնելու եք, որ ես GoPro-ի մեջ խոսում եմ։ Բայց դրա համար GoPro-ն իրանը ստացավ։ Դա կապ չունի, լինում են տեխնիկական խնդիրներ, բայց կարևորը վիդեոն ահա որ հետաքրքիր է ստացվել, այնպես որ անպայման դիտիր մինչև վերջ, թեժ անցել։ Դեռ կրկին կվերադառնանք ճոճվող կամրջին, բայց մի փոքր ավելի ուշ, երբ մութը ընկնի։ Քեզ մի վայրկյան միջև անցնել ես պատմական պահը, օգտակարով պետքա խմեմ ճոճվող կամրջի վրա, ձեր կենացը։ Պահը տոնեցինք, շարժվում ենք առաջ ճոճվող կամրջից, այս ինչ շոկ հա չեք պատկերացնի։
Արդեն չեմ ամփերում երբեմն մտնելու առաջին քարանձավի մեջ։ Օրա, առաջի քարանձավն եմ տեսնում։ Աստված իմ, ես օֆիցիալ գտնվում եմ առաջին քարանձավի մեջ։ Խնդրում եմ միած ստեղ նայեք։ Պատկերացնում եք հազարավոր տարիներ առաջ մարդիկ ստեղ բնակվել են, հաց են կերել, քնել են, իրենց առօրյան են անցկացրել ու հիմա քարանձավները արդեն դատարկ կա։ Ստեղից շարունակվում է քարանձավը։ Ասում եմ, ես մեր սունկեք թողենք ստեղ, շատ շոկ, հա ծանր է, անիմաստ հետներս ֆրցնելու ենք։ Լավ բան ես ասում, գիտես։ Այս ինչ ծանր է։ Էս էլ մյուսը։ Արա էս ինչ էր, ոնց որ 100 տոննա մեջքիցս դուրս գար։ Հենց որոշենք թե որ քարանձավում ենք 24 ժամ անցկացնելու, կգանք հետ ու կվերցնենք պայուսակները։ Էս ինչ տիպի վայրի բնություն է։ Պատկերացնում ես գիշեր ինչ հետաքրքիր կլինի ստեղ։ Հələ արի տես ինչ տեղ եմ գտել։ Փաստորեն քարանձավները ահավոր խոնավ ու վերևից ջուրակաթում։ Մեզ պետք է 24 ժամ մնալու համար գտնել այնպիսի քարանձավ, որ մի քիչ չոր լինի ու քնապարկերը գետնին փռելու հարմարություն լինի։ Թե չէ ստեղ ահավոր է, սաղ քար ու քանդ է։ Շարունակում ենք ճանապարհը, ես այն վերևի հատվածներում լիքը քարանձավներ եմ տեսնում։ Այս ինչքան տեսնելու բաներ ունենք, կրկին քարանձավի առջև ենք։ Որը այս մեկը լավ նախեջ։ Հատակը բավականին մաքուր է։ Բայց տեղի դες ինչ մինուս կա մնալու համար։ Այս մուտքը շատ մեծ է, ցուրտ է լինելու գիշերը։ Հա, մեզ հաստատ փոքր մուտքով քարանձավ է պետք, դրա համար դեռ շարունակում ենք փնտրել։ Հələ մյուս քարանձավը խնդրում եմ նայեք, երկու մուտք ունի։ Արա, հələ այս հատվածները նայ խեջ։ Երևի ստեղ մոմեր են դրել կամ իրեր են դրել ուրիշ։ Պատկերացնում եք մարդիկ ձեռքով են փորել այս ամեն ինչը ձեռքով։ Քչո։ Էս ինչ մեծ քարանձավ է։ Հələ ինչքան փայտի կտորներ ներսում կա։ Որը շատ հետաքրքիր է։ Կարող է ստեղ մնանք։ Ես այդքան ծրտից չեմ վախում, ինչքան գիշերվա կենդանիներից։ Չարժի կարծում ես։ Չէ, արի։ Էլի քարանձավն այ։ Այդտեղ ես մեկը ինչ տիպի է։ Էլի նույն ձև այսպես փոքր տեղ։ Անկեղծ ասած չեմ հասկանում ինչի համար է այս փոքր սենյակները, բայց հետաքրքիր է շատ։ Ստեղ էլ անհնար մնալը։ Հələ խնդրում եմ քարանձավների քանակը նայեք։ Մարդիկ այդ վերևի քարանձավներում նույնպես ապրել են ու մայրերը իրենց երեխաների հետ պարանով մի կերպ բարձացել են այդ քարանձավները։ Օրա, հələ խնդրում եմ միած ստեղ նայեք։ Շատ մեծ է։ Այ բայց ինչ լավ է գոնե հով է քարանձավների մեջ։ Այս քանի սենյակ է, խնդրում ստեղ նայեք։ Էլի դուրս տեղից ու հայտնվում ենք մյուս սենյակում։ Շատ մեծ քարանձավ, ոնց որ լաբիրինթ լինի, հələ ստեղ նայեք։ Փոքր անցքով շարունակվում է։ Իմ կարծիքով որ սենց շարունակվեց, դժվար է հարմար քարանձավ գտնենք։ Սաղ շատ միանման է իրար։ Այսենց աստիճաններ է, որով մտնում ես այսենց մութ տեղ, բայց շատ հավես տեղ է։ Ինձ թվում է այս ամբողջովին փակ տարածություններում այն ժամանակ քնել են։ Ինչը։ Գետնին։ Օրա, ես աշկիս իմացա թե ինչ է սա։ Հա, քարտեզ է։ Ոստացիմ, հո, մյուս վիդեոյի քարտեզն է։ Գտանք։ Շնորհավորում եմ դու պատվով անցար երկրորդ փորձությունը, բայց դեռ չենք անցել։ Դեռ պետք է 24 ժամ մնանք քարանձավում։ Աշկի ժամանակից շուտ ենք գտել։ Ժամանակն է անցնելու վերջին փորձությանը, որը լինելու է Հայաստանի ամենաառեղծվածային ջրային քարանձավում։ Ինչքան էլ բարդ եւ անանցանելի լինի, պարտավոր ես անցնել մինչեւ վերջ։ Սա էլ քարտեզն է, խնդրեմ։ Այսինքն ոնց հասկանում եմ հաջորդ սերիայում պետք է գնանք ու մտնենք ջրային քարանձավի մեջ։ Ես երջանիկ եմ։ Վերցնում ենք մեզ այդ թղթերը եւ շարունակում ենք գտնել ամենահարմար քարանձավը, որտեղ էլ կանցկացնենք 24 ժամ։ Գնացինք դուրս ենք գալիս։ Մի հատ էլ քարանձավ արի։ Մի մտի, անիմաստ է։ Երևում է անհարմար է։ Շատ ահավոր է։ Հենց իրան ինչ կասես։ Նենց է հարմար է, երկու սենյականի է, բայց սա ցեխ է տակը։ Դե սենց գնա գիշերը դուրս ենք մնալ, պետք է միտեղ մնանք, արդեն ժամանակ չկա խեջ։ Կարա լինի։ Գետնի քարերը տեսել ես։ Հակա հավաքենք, ինչ ա եղել։ Այսքան քար միջև հավաքենք ավելավա հարմար քարանձավ Այսքան գտնենք։ ման եկանք, մի հատ հարմար տեսել ես, հələ։ Դե արի։ Խեչո, խեչո լավ էլի լուրջ էսի ինտիրա, սենց լավ տարբերակ չեն գտնելու։ Ես չեմ պատրաստում այս քարերը հավաքեմ։ Հա մեծ է քարերը, համաձայն կբրթենք պատիկում։ Եթե մենակով անելու ես արա, եթե չէ գնանք ման գանք։ Աչ ու ցախ սաղ քարանձավներ է, բայց մեկը մեկից անհարմար է գիշերակացի համար։ Էս ինչ է լարի։ Քարանձավ, այս ինչ լավն է։ Շատ լավն է ինչ-որ։ Զամոք էլ գցած է։ Ստեղ էլ դուր գալի արի։ Այս զամոկը որ կարենանք կտրենք բացենք, հաստատ գիշերը կմնայինք ստեղ իջո։ Եթե դուրա զամոկով հաստատ ներսը նորմալ կլինի։ Չգիտեմ օրենքով կարելի է sense բաներ թե չէ, բայց որ գիտեմ դռնով քարանձավ կա։ Ինձեւի հոգեպես չեմ պատրաստվում եմ վատ քարանձավներում մնամ։ Սենց ասեմ, եթե այսօր մնալու ենք ստեղ բացի ստեղից ես ոչ մի տեղ չեմ քննի։ Ջարդենք զամոկը։ Ջարդել է պետք, ինձ թվում է ուժեղ պես մի հատ կբաց։ Արա դե զամոկա գցած ոնց է բացվում։ Հետո ին կար, պրոստը ուսով բրթին է սխի։ Վրեն զամոկա ինչ ուսով բրթել։ Հին փդած փեդա։ Ինձեւի չեմ հավատում։ Որ մենակ ինձ մնաց չտան։ Չես տախփին։ Ներս արի։
Ներս արի։ Օրա կառավոտներա ներսը։ Օրա, բայց կարելի է սենց բան անել։ Դե ուժը արել ենք։ Խորա ուսես։ Հավատը չի գալի, էս ինչ է։ Էս ինչ բինգո ենք բռնել։ Հավատը չի գալիս։ 3 մահճակալ։ Ոստվածի։ Սեղանել են նայ աթոռներով։ Այո։ Ես կարող եմ ինչ-որ հյուրասենյակա։ Չգիտեմ, բայց սա հաստատ սեփականատեր ունի։ Բայց վատ բան չենք անում, էլի նես չի ինչ որ գույք կան ներսում, եկել ենք գողանանք։ Բայց սպասի, ամեն ինչ մի հատ դրած մի կողմ, էս ինչ բինգո ենք բռնել։ Ալմետ առաստաղը նայ։ Ծղոտներով սարքած, որ ջուր չկա թա վերևից։ Քնապարկերներ սրա վրա կփռենք։ Նախորդ էպիզոդի սունդուկն էլ այսա վրա կբերենք կդնենք, մեզանից գոհ, ուրախ կանցկացնենք այս 24 ժամը։ Շատ ուժեղ, օրա աչքերից չեմ հավատում։ Արա խուճոչ ինչ լավ արեցի, քեզ դեսի ուսով խփեցի։ Ապրես, արա, ապրես։ Լսին, շուտ լսին։ Ին ինչ է։ Աշտից գիշերը լույս ենք ունենալ։ Իմացար ես ինչ է։ Սովետի տարիների սրանով են լույս տվել։ Ես շատ երջանիկ եմ ինչ որ։ Կարևոր գործը հեշտացնենք, ես իջնեմ քարանձավներից մեր պայուսակները բերեմ, դու գնա մեքենայից քնապարկերը բեր։ Իրեր բերենք ու հետ միանանք։ Դե ինչ, մենք արդեն տեղում ենք։ Հենք քարանձավից եւ մեքենայից մեր ամբողջ իրերը բերեցինք այստեղ ու պատրաստվում ենք արդեն 24 ժամ մնալ քարանձավում։ Ոնց ես։ Ինչ կա օրա։ Լավ։ Այդքան օգնել եմ քեզ։ Ես ինչ թացեր այդ կտորը։ Ոնց թացեր։ Ֆու, հələ ձերս կպի, վերևից բանա, ջուրա կաթացե։ Լուրջ ես ասում։ Ես գիտես որ պահն էր, որ ուզում էի ներսից կուտակված ուրախությունն ու էներգիան։ Իմ վրա։ Հա։ Մի քիչ պարկ ենք հանգստանանք, մի բանով կզբաղվենք ու հետո արևն է մի քիչ կիջնի, հովին մարդավարի դուրս կգանք, տեսնենք մի բան մեզ կհաջողվի սրանով գտնել թե ոչ։ Ահա։ Գիտես ինչեր եմ բերել հետս, բացի այն, որ ստեղ լիքը ուտելիքներ կա։ Հա, նայ, պատրաստ ես, ստեղ նա ինչ էի բերել հետս։ Քո կարծիքով այս տոպրակի մեջ ինչ է։ Ուրեմն, քանի որ մենք վայրի բնության մեջ ենք, մեր պայուսակի ջրերը կարող է մեզ չհերիքեր, ես իմ հետ բերել եմ այսենց ֆիլտր։ Ուրեմն, նայ, այս կողմը դնում ես գետի ջրի մեջ ու հետո ստեղից խմում ես։ Ինքը իր միջով անցկացնում է ջուրը ու գետի միջի կեղտերը մաքրում է ու դու արդեն ստեղով մաքուր ջուր ես խմում։ Հաստատ բայց աշխատում է։ Հա, աշխատում է։ Փորձած է։ Հա, փորձած է։ Էսին ավսյակի էի բերել, բայց պետք չեկավ։ Դուք չեք պատկերացնի թե ինչ շոկ է հիմա փրկություն։ Այ դզեց։ Մեկնաբանություններում գրի թե օգտակարոյի որ համն ես ամենաշատը սիրում։ Ես խնձորն եմ սիրում։ Խետ շատ հոգնած ես։ Աշկերս փակում ասում շատ հոգնած ես։ Հիմա ինչքան ես ուզում քնես։ 10-ից 11։ Դե պարկի, ինչ ասեմ, պարկի։ Քնապարկդ բացենք։ Այս էս փռում ենք։ Պարկի հանգստացի։ Սրանով ավելի հով է։ Պարկի։ Ինչ ես անել վրա։ Հուշի ման պարկի։ Ինչքան հանգիստ ես հիմա։ Հələ չեմ հասցրել հանգստանալ։ Այ հիմա ուղեղը տնենց կանջատվի, այսպես պարկած, ես քեզ գարանտիան տալիս եմ։ Խեչս բայց կան հոգներ ես, մի հատ լավ բաներ չնվագեմ, վայլես ես հիասքանչ միջավայրը։ Որն ես ուզում, ասա նվագեմ քո համար։ Ուզում եմ քնամ։ Պարկի քնենք։ Ախ, մի արա, կարոտ քնեմ։ Եթե հելանք իմ գլուխը ցաված, ես քեզ չեմ նկարելու։ Էս ինչ անշնորհակալ մարդ դուս եկար։ Քո համար եմ արա տանջվում նվագում։ Որ հիմա պարկես վայլես քնես սրա տակ։ Ախ։ Կլինի իմ համար ոչ մի բան չանես, քնենք ուղակի։ Աչքիս քնելա։ Ես էլ պարկեմ մի քիչ հանգստանամ ու հետո գիշերով դուրս կգանք ու տարածքը կուսումնասիրենք։ Նայսենց։ Մի կես ժամ աչքը կպցնենք, կարտանանք կգնանք ոսկիներ փնտրելու։ Ահ։ Չեմ հասկանում, քեզ չի հետաքրքրում գիշերով ինչա կատարվում դուրսը։ Ինչ կա, ոնց ես։ Մահացած։ Քանի որ ես միստիկայի ֆանատ եմ, առաջարկում եմ դուրս գանք, գիշերով գնանք ճոճվող կամուրջի վրա, հետո դուրս գանք մտնենք քարանձավների մեջ գիշերով ու տենանք ինչ տարօրինակ բաներ ենք նկարում։ Ապուշ ես արա, սիրտս կանգնեց։ Երդվում եմ սիրտս, ես ձեներից արթնացել եմ դրսի ու դու հիմա գոռում ես։ Ես արդեն չեմ համբերում, դուրս գանք։ Ցեցը լույսի վրա եկավ։ Աղջո վախում եմ, ահա որ, արդեն սիրտս ահա որ ուժ աղփում։ Արի առաջին քարը։
քարանձավից սկսենք։ Ահա որ վախենալու է գիշերով։ Մենակ խնդրում եմ, ուր գնում ենք, հիշի ճանապարհը մտապահենք, որտեղ մութը հանկարծ չկորենք։ Պատկերացնում ես մի հատ կենթանի արջ, ասենք ներսում լինի կամ շակալ հարցակվի վրես։ Օրա ողում եմ էս ինչ, հա։ Չես գալի։ Չէ։ Արի։ Չեմ Մենակ գալի։ մի թող ինձ։ Շարժվում ենք առաջ։ Ես արդեն մոռացել եմ ուր էր մեր քարանձավը։ Ձոր աներքևը, զգույշ չընկնես։ Չոքում ես մի հատ մանյակ հենց հիմա դուրս գա քարանձավից։ Տես մի նայ արա, ի՞նչ դեմ քարի։ Գիտեք ինչ արեց, որ ասի մի հատ մանյակ այսպես նայեց այնտեղ։ Բայց հələ գիտես ինչ պատկերացրա, որ մանյակը ես եմ հենց։ Մի ապուշ դուստու։ Այդ ինչ ցեներ։ Որդ ինչ ցենա։ Չգիտեմ այդ ոնց որ մարդու ձեն լիներ, քայլելու։ Քայլելու ցեն չէ։ Հա։ Սիրտս գցում է։ Երթվում եմ, վախում եմ ահա որ էս բան։ Մենակ գիժը սեղ գործ կունենա։ Երկու գիժ ինչ են անում գիշերով։ Էս ինչ շատ է քարանձավները Աստված իմ։ Էս մեկը 2 սենյականի քարանձավը 1 2 Փագա թե նկարահանածս ամենամիստիկ ու ամենավախենալու վիդեոներից մեկն է, բայց հանուն էմոցիաների ես պատրաստ եմ ամեն ինչ։ Ես հիմա ահա որ վախենում եմ, բայց միևնույն ժամանակ ահա որ շատ եմ սիրում այս միստիկան։ Որ էս ինչ մեծ քարանձավ է Աստված իմ։ Վերև ինչ ցածր է։ Որ ասեն շարունակվում է։ Էլի սենյակ կա։ իսկական մանյակի տեղ։ Այստեղ շատ վախենալու է։ Արի։ Ինչ մեծ քավը։ Շատ մեծ է։ Աստված իմ։ Վախից ջանս փշակաղվել է։ Խնդրում եմ նա 2 դուռա ունեցել էս քարանձավը։ Մեկը դուռա, մեկը պատուան։ Որ էլի քարանձավ արի։ Լաբիրինթոս է քարանձավի մեջ, էլի քարանձավ։ Պատկերացնում ես հին բնակիչների մարդու ոսկորներ գտնենք խճոստեղ։ Պատկերացնում ես թե ժամանակին մարդիկ են ապրել։ Ահա որ այդ փաստը։ Պատկերացնում ես հենց այստեղ նստած երեխեք են խաղացել։ Պատկերացնում եք մենք ինչ բախտավոր ենք, որ հիմա ապրում ենք 21-րդ դարում, ամեն ինչի հնարավորություն ունենք։ Մարդիկ այս քարերի մեջ, խոնավ, ցրտին, կենթանիների մեջ, օձերի մեջ զուգարան չի եղել, ոչինչ չի եղել ու մարդիկ ստեղ ապրել են։ Ուղղակի ահա որ այդ փաստը։ Բայց ես արդեն լուրջ եմ ասում շփոթվել եմ ու չեմ հիշում կոնկրետ մեր քարանձավը որտեղ է գտնվում։ Այս մթին պատկերացնում ես հիմա ձորի բերան ենք, այնտեղ ձորն է ու մի հատ սխալ քայլ, մի հատ ոտներս ոլորվի կընկնենք ձորը։ Վերը խելնենք։ Խճո։ Ի՞նչ է։ Լսում ես ձենը։ Լսում ես շակալների ձենը։ Արա կարող է հետ գնանք։ Դե լավ, արի գնանք սակտենանք։ Շարունակենք էլի գնալ։ Դե հա մի քանի քարանձավ Արա խնդրում եմ, խճո։ Արի գիշերով գնանք ճոճվող կամուրջի վրա մի քանի քարանձավել նայենք։ Օրո, ողում եմ։ Ստեղ եղել ենք ցերեկով խճ։ Չեմ հիշում։ Ախ, ոտս արա, արա զգույշ չոլոր ես։ Խնդրում եմ, զգույշ մի խնդա, լուրջ եմ ասում, ոտերի տակ նայ։ Ոնց որ գյուղի ամենագլխավոր մարդու քարանձավը եղած լինի։ Այստեղ է սենյակ կա, հələ արի փոքր։ Փոքր անցկա, այս փոքր անցքով այնտեղ սենյակ է էլի։ Այս քարանձավի մեջ աջ կողմի վրա էլի այսենց անցք կա։ Քարը նայ, խիչո, Աստված իմ։ Այս ինչ են արել այս մեծ քարով։ Ես իմացա էս ինչն է։ Արա, ձեթի արտադրամասն է, վստահ ես։ Հա։ Հաստորեն հաստեղ ձեթ են արտադրել, շատ է լսել այդ պատմությունը ու ահա որ հավեսա որ մենք հիմա գտանք այս քարանձավը։ Չի ավարտվում այս քարանձավը, շատ մեծ է։ Թոնիր է ստեղ է, թե լողացել են։ Ինձ թվում է թոնիր է։ Էս ինչ տեղ է։ Ես կարող է զուգարանն է։ Արա հա, էլի զուգարանն է։ Արա, այստեղ զուգարան են գնացել մարդիկ։ Նորեն սենյակից որ փոքր անցք ցույց տվեցի, այդ անցքով գալիս էր ստեղ։ Շուշս կտրվում ահել, բայց վստահ ես որ այստեղ ձեթի արտադրամասը։ Ինձ թվում է հա դա էս քարից ինձ թվում է մի հատ է Հայաստանում։ Խնդրում եմ մի հատ այս քարի չափերը նայեք։ Արի դուրս գնանք արդեն այս քարանձավից։ Ժամն արդեն 11:30 է։ Մոստը արի գնանք։ Մոր ես ինչ ցեներ է։ Արի գնանք մոստ էլի։ Պետք չէ։ Հա, հա, դա ձեներ է գալի մա մարդս մեկը լինի դե արի ես գիշերվա կեսին։ Անֆայմ ենք։ Մի հատ պաշտպանվելու բան չկա մոտներս դուրս ենք եկել։ Արի գնանք մոստ էլի վсё։ Մի քարանձավ ենք մտնում ու գնանք մոստի վրա գնացին։ Օրա ձորն են գնում, խչո։ Շատ ծերով են քայլում, ոտը մի քիչ ենք դնենք, կընկնենք ձորը։ Ձենը։ Լսեցիր էլի։ Հա, շակալներ են։ Շակալները դուրս են գալի, շուտ պետք է հետ գնալ քարանձավ։ Լսում ես։ Սուս։ Այն նոր տարվա բոմբը։ Օրա Սորը գնելու էի։ Լուրջ ուղղումը չի տեղավորվում 2000-ից ավել քարանձավ մի վայրում։ Ստեղից վերև թե ներքև։ Արի ներքև։ Ներքև, կարող վերև էր։
Չէ, ներքև։ Ներքև է։ Ես ներքև եմ հիշում։ Աս այս ծղուտները չի մեր քարանձավը։ Հա, էլի արա։ Արա ինա մեր քարանձավն արի, բայց հաստատ արի էլը։ Արա հայելի դեբիլի պես դուրնը բացենք, թողեք գնացենք։ Լավ արի սենց անենք, գնանք մոստ, գանք կրակ վառենք, սում խորովենք, մի հատ հավեսով հաց ուտենք ու նոր քնենք։ Ու սիրտս հիմա մի քիչ հանգիստ է, որ քարանձավը Որս տես։ արավես ի՞նչ ձեներ։ Արա մի արա տես բաներ։ Արա լուրջ եմ ասում, բայց Ինչ ձեներ։ Էլ տես բաներ չանես խնդրում, որ ձեն ես լսում, սենց ռեսկի մի ասա, որտեղ սիրտս գցում է։ Վեր թռաս, մա ռեսկի մի ասա։ Ինչքան առաջ։ Օրա։ Արի հետ գնանք քարանձավ։ Ճիշտ են գնում հաստատ։ Արդեն շատ ժամեր անցել, մոռացել եմ ոնց ենք եկել։ Հələ խնդրում ստեղ նայեք։ Հա! Մի արա տենց բաներ։ Խնդում է, 1000 անգամ ասի տենց մի ապուշացի, արա։ Դե լավ, վայ։ Մի արա տենց բաներ։ Որ վախենում ես, այլ սովորական բաներ չես վախենում։ Դրա համար ես քո համար եմ անում, ինչ անում եմ քո համար եմ անում։ Խուճիչ մազերդ խուզելու եմ։ Տեսար։ Ուրա։ Դե մտա։ Հա, էս էրանք, հա։ Հա, էլի էսա։ Հասանք մոստարի։ Ուրես ինչ միստիկա։ Պետք է Instagram-ից հետևորդները առաջինը տենան։ Մի վարքյան հենց հիմա Instagram story եմ գցում։ Այս բան գիշերվա 12-ն է, մենք ճոճվող կամուրջի վրա ենք։ Գնա հետևիր Instagram-ից, այնտեղի հետևորդներս ամենաառաջինն են իմանում, թե ինչ է իրենց սպասվելու YouTube-ում։ Ահա որ միստիկա է այս ամեն ինչը, որ պատկերացնում եմ ներքևը ձոր է, ու մենք այս ճոճվող կամուրջի վրա ենք գիշերվա 12-ին, ուղղակի սարսափելի է։ Լուրջ եմ ասում, մեր փոխարեն այս ամեն ինչը ոչ ոք չեր անի։ Ինչ ենք անում, խճո, ինչ ենք անում մենք հիմա։ Լստը։ Արա, դու ես ճոճում։ Ահա, բայց ես ինչ ալնում։ Ես ինչ ալնում։ Ես ես միստիկա վաղուց չի ապրել։ Գլուխս ֆռում է մի վարքյան, որ մութա կողքերը չեմ տանում, գլուխս ուժեղ ֆռում է։ Շատ է, կա պոկենք։ Դու հասկանաս, որ մենք շանս չունենք փրկվելու։ Հետո մի բան եղավ։ Մի խնդա։ Դե ինչ, ավելի լավ խնդամ, քան դրա մասին մտածեմ։ Մի արա, այդի մի արա։ Ինչ պետք է լինի, որ հենց էսի օքեյ է։ Թվում է ոչ մի բանը օքեյ չի էս բան։ Հենց հիմա ոտքերից տա գետնա գտնվում։ Վախացնենք Կարոին։ Խչո։ Մի շարժի գիժես դու, մի արա տես բաներ։ Պատկերացնում ես պոկվելը ստեղ նայ։ Յանի շատ լավ են կարևոր հելել ենք վրան, մի հատ ճոճորան են սարքել։ Ինձ թվում է իմ ամենաէպիկ ու ամենամիստիկ 24 ժամներ այս մեկը։ Եթե դու ես տես կարծում, ապա մեկնաբանությունների բաժնում դիր պլյուս, տեսնեմ ձեզանից քանի հոգու դուրն է գալիս այս 24 ժամը։ Նաև եկեք այս վիդեոյի տակ հավաքենք 25000 լայք եւ ես խոստանում եմ, որ սենց 24 ժամերը ել ավելի շատ կլինեն իմ ալիքում։ Մենակ եմ որ պատկերացնում սենց բարձր ենք, հիմա սիրտս գցում է ու գլուխս ահա որ պտտվում է շարժից արդեն։ Հələ խնդրում ստեղ նայեք ոնց է ճոճվում։ Լսում ես։ Լսում ես ձեները։ Հա։ Շակալներն են։ Լավ, առաջարկում եմ արդեն հետ գնանք ու սկսենք կրակը վառել, սունկը խորովենք, հաց ուտենք, գիշերվա միլիոնը կլինի։ Դրա համար հետ ենք պտտվում։ Արի։ Գնացինք հետ քարանձավ։ Որ արագ ենք քայլում, ահա որ է ճոճվում, զգուշ խչո։ Արդեն համարյա կամուրջի վերջին ենք հասնում։ Ուղիղ 20 րոպե չենք կարողանում գտնել մեր քարանձավը։ Այո, մոլորվել էինք։ Ու թվում էր, որ չենք էլ կարողանալու գտնել։ Բայց րոպեներ հետո մեր բախտը բերեց։ Հասանք արի։ Հավատս չի գալիս, որ մենք տեղում ենք արդեն։ Լսում ես շոկալի ցենը։ Գայլա էս իսկական։ Գայլա։ Լսի։ Դուրը փակ բայ։ Լսի։ Շոկոլները արթնացան։ Սոված ողմակով հելել են։ Որովհետև Շատ մոտ էին, էսի մի 20 մետրի վրա են մոտավոր։ Աստված իմ ոնց ենք ստեղ գիշերը մնալու, խչո։ Ես չեմ կարող ստեղ գիշերը մնալ, կվատանամ։ Կարող է գորին ասենք զենքով գա։ Զանգեմ գորին։ Կապ չկա, no service նայեք։ Կապ ընդհանրապես չկա, խնդրում եմ ստեղ նայեք։ Արի դուրս գամ, կարող է կապ հայտնվի։ Չէ, հետս արի մենակ չեմ գնալու գիշերս։ Դες հիմա որոշել մենակով գնաս ու ինձ հետը տանում ես։ Որ կապ փորձեմ վերև պայմերովս կապ գա։ Ավելի լավ 5 րոպե ստե սպասենք, եթե չլինի նոր։ Ես վստահ եմ, որ մի քիչ այնքոմ գնանք, վերև պայմերովսը կապը բռնելու է։ Կար գնա արի էլի չեմ գալիս ես։ Տարբերակ ուրիշ չունենք, ստեղ եմ մոտիկ եմ պասի։ Ոնց որ կապը հայտնվում է, մի վարքյան զանգեմ։ Գոր։ Արա չասես սենց բան ինձ։ Երբվում եմ հենց որ դուրս եկի հերախոսը փորձում եք քեզ զանգեի։ Ես որ դուց այ ախպեր հայտնվեցի։ Գայլերի ձայնը լսեցի, ախպերս։ Հյուրանոցում չէ։ Բասի այսինքն հյուրանոցից եկել էիր մոտ մեզ։ Հա։ Քեզ Աստված ուղարկեր, հələ ցույց տու։
Արյո, այլ խնդրում եմ ստեղ նայեք, իրական զենք է։ Գորը փաստորեն մոտիկ ա եղել այսքան ժամանակ մեքենայով։ Այսօր ասում եմ դու պանիկա մի արա ընդհանրապես, դրա համար եմ ասում։ Այս ինչ լավ, Աստված քեզ ուղարկես, լուրջ եմ ասում։ Հայ տարի հավաքենք, գրակ վառենք։ Կողքի քարանձավում լիքը փետ եմ տեսեք, ահա գնանք ընդեղից վերցնենք փետերը։ Իմիջայլոտ ինչի համար շատ անհանգստացա, որովհետև այս մի քանի օր առաջ դեպք էր եղել, որ Քարահանջում գայլերը հարձակվել էին, մի քանի մարդ էին վնասել։ Այդ մարտիկ հիմա փրկվել են։ Հա, փրկվել են, բայց դե իհարկե շատ վտանգավոր է, հետո գայլը կարա կատաղություն, հիվանդություն փոխանցի, որը որ էլի բերի մահվան։ Այ Աստված։ Դրա համար պետքա մաքսիմալ զգուշ լինել ու հեռու լինել։ Ահա շնորհակալ եմ քեզ, որ դու եկել էիր մեքենայով մոտիկ մեզ։ Էտա փետերը։ Էսի լավ կվառվի, չէ։ Հա, Թաց չի, բայց չորա, չէ։ Գնում ենք շուտ վառելու։ Գոր այնքան համով բաներ եմ հետս վերցրել, սա նենց հավեսով հաց ենք ուտելու։ օգտակարով բերել ես։ Օգտակարով։ Կարևոր է։ Անպայման։ Վերջապես կերակը կպավ, հեսա գնանք սունկը բերենք ու խորովենք։ Խնդրում եմ ստեղ նայեք հետս ինչ հսկայական սնկեր են բերել, որը հիմա կդնենք կերակի վրա ու կխորովենք։ Լստեն այ, սյո կերակը վառած է, ոչ մի գայլ մեզ չի մոտիկանա։ Սնկերը վրեն է, սպասենք մինչև խորովվի։ Սնկերը պատրաստ է, սա 2, սա էլ 3։ Գնանք ներս նորմալ հաց ուտելու։ Հիշում եք, չէ՞ սնունդով պայուսակի մասին։ Եկավ պահը ուտելիքները հանելու։ Ստեղ ամաններն է։ Շպրոտ, խավիար, կանաչ զիթապտուղ, սև հաց։ Ստեղ նույնիսկ սուրճ էի բերել հետս, բայց պետք չեկավ։ Թթու վարունգ, տոմատով կիլկաձուկ, անձեռոցիկ էլ ունենք։ Դե մենք հո փնթի չենք։ Չորահաց, տոմատով սկումբրիա։ Մի խոսքով իմ ամենասիրելի ուտելիքներն եմ բերել հետս։ Եվ միանշանակ օգտակարո։ Մինչ մնացած բաները կուտենք, ամենաառաջինը ցանկանում եմ մի հատ սունկը փորձել։ Գնացինք։ Մենակ աղնապակասում ափսոս չունենք։ Եկավ ժամանակը լամպը վառելու։ Ցուրտ ու մութ տարիների նման մենք արդեն ունենք լույս։ Մեր պատրախեղները այս փայտի կտորներն ա լինելու։ Վերցնում ենք ձուկը ներսից, դնում ենք սև հացի վրա, գնացինք։ Օգտակարուն էլ վրայից։ Խավիարը։ Հացը կերանք ավարտեցինք, այ հիմա կուշտ փորով եկավ վերջապես քնելու ժամանակը։ Գիշերվա ժամը 2-ն է արդեն, պետքա քնենք, ուշ հավաքենք, որ վաղը միասին գնանք սատանայի քարանձավը բացահայտելու։ Խեչ, ապրես, իսկականից երբեք չեմ մոռանա այս 24 ժամը, ահա որ անմոռանալի էմոցիաներ ենք ապրել ու վստահ եմ, որ մինչև կյանքի վերջ կհիշենք։ Արդեն մտնենք քնապարկերի մեջ, դզեց։ Իսկապես երբեք չէի մտածի, որ կգա մի օր ու Հայաստանում հենց կանցկացնեմ 24 ժամ իրական քարանձավի մեջ։ Հարմար ես պարկած։ Հոսանք գիշերը չենք մրսի ու գայլերը մեզ չեն խանգարի, որ քնենք։ Գնացինք քնելու, կհանդիպենք առավոտյան։ Բարի գիշեր։ Բարի լույս։ Ես հենց նոր եմ աչքերս բացել, քնապարկի մեջ բավականին տաք էր գիշերը։ Աղջոն դեռ քնած է, բայց առաջարկում եմ արթնացնենք արդեն, քանի որ պետք է շտապենք երեկվա գտած քարտեզի վայրը, որը կոչվում է Սատանայի քարանձավ։ Փորձենք Սատանայի քարանձավի ամբողջ ճանապարհը անցնել։ Մի խոսքով մեզ շատ դժվար օր է սպասվում։ Խչո արթնացի, խչո։ Մի խոսքով մենք շարժվում ենք Սատանայի քարանձավ կամ ինչպես շատերն են ասում Սատանայի կամուրջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը հենց Սատանայի քարանձավից։ Սպասեք, թեժ է լինելու։